15 այդ երկրորդ գիրքս էր լույս տեսել, չէ 16 թվականի օգոստոսի ներողություն խնդրում։ Բանտերյանի անհայտ նախաձեռնությունը հայ որբերի հուշերը, որտեղ այդ գիրքը ուրեմն որբերի հիշողություններ են, որոնք պատմում են ցեղասպանությունը ոնց են տեսել, ինչ են տեսել եւ այլն։ Իրական դա ցնցող գիրք է, որովհետեւ այսպես շատ չխորանամ էլի դրա մեջ, հետո մի օր առիթ կլինի, դա իրական շատ լուրջ բան է։ Իմ երևի կյանքի ամենամեծ բանն է, որ ես բախտս բերել է գտել եմ։ Եվ գնաց այդ հանդիպմանը, նախ այդպիսի բան երբեք չի եղել, ինչ որ մեկը ասի, որ մի հատ էլ այդ առաջին գրքով էր եղել, որ Գրիգոր Պլծյանը ուզում էր ինձ հետ հանդիպի։ Ես գնացի այդ հանդիպմանը, գնացի ջինսով, ամառվա շոգ էր, ջինսի եկել, սպիտակ վերնաշապիկ, հետո կռիվ եղավ, բայց ջինսով չի կարելի մտնել վեհապարի մոտ եւ այլն, ասացի, չեք ուզում հետ կգնամ, դուք եք ինձ կանչել, բա լավ, մտի, բայց ինքը քեզ սպասում է, բայց բան նկարվել չի կարելի։ Ու դրա համար ես այդ նկար չունեմ, էլի։ Ես այդ հանդիպումը տևեց երևի մի ժամ, մի քիչ ավել գուցե, ինքը ինձ տվեց այնպիսի հարցեր, որ ոչ մի գրականագետ ինձ չի տվել, ոչ մի գրականագետ։ Ու ամենածանր հարցը, որ ինձ տվեց, ամենապրակտիկ հարցը, ասես կա ուղիղ ապացույց, որ սա արել է Տերյանը։